Ողջունում եմ ձեզ, պարոն նախագահ։ Այն հարցը, որը որ պետքա տայի, ճիշտն ասած նոր պատասխանեցիք, իհարկե ներողություն եմ խնդրում, նորից ցանկանում եմ կրկնվեմ, էլի մեր ժողովրդի մեջ ստեղծվել է մտածելակերպ, 4 կետ եմ ուզում նշեմ, 16 միլիոններ անվճար բուժօգնություն, անվճար դեղորայք եւ որ ամենակարևորը մեր գյուղերում գտնվող բոլոր դպրոցները, որոնք այս իշխանությունների ծրագրով պետք է փակվեն։ Ստեղծվել է մի մտածելակերպ, որ երբ լինի իշխանափոխություն ու երկրի վարչապետի պաշտոնը ստանձնեք դուք, այդ ծրագրերը չեն գործելու։ Խնդրեի բարձրաբանում տայիք այդ հարցերին, նորից ներողություն եմ խնդրում, որտեղ քիչ առաջ պատասխանեցիք, ուղղակի ավելի մանրակրկիտ հարցերից։ Նայեք, ես ուղղակի կրկնեմ, աշխատող ծրագրերը, օգտակար ծրագրերը ոչ թե չեն կանգնեցվելու, շարունակվելու են մի բան էլ ավելանալու է, ուղղակի չպետք է կասկածեք։ Եվ նայեք, միայն ժողովրդի դեմ աշխատողը կարող է կա եւ աշխատող ծրագիրը կանգնեցնի։ Սրանք այդպես են արել, 18-ից որ եկել են, ինչ աշխատում էր, չէր աշխատում, ասում են, մի հատ ստոպ տանք, մի հատ հասկանանք, թե ինչ է, այդ հասկանալը մի 2-3 տարի տևում էր, հետո ասեն շուռ են տալիս, նույն բանը ավելի վատ որակով անում։ Եվ այդ 16 միլիոնն է մնալու, կարծում եմ, որ ավելանալու է եւ ապահովագրությունը, ես ասացի, բժիշկների մոտ իսկապես խնդիր կա, որովհետեւ լավ հիվանդանոցները չեն ուզում միանան այդ ծրագրի։ Պետք է հասկանալ պատճառը, ինչի չեն միանում այդ ծրագրի եւ խրախուսել անել ամեն ինչ, որ իրենք էլ միանան այդ ծրագրի։ Իսկ նշանակում է, որ այդ ծախսերի մեջ բժիշկի, այսպես հասանելիքը պետք է համաչափ լինի բժիշկի կվալիֆիկացիային։ Որովհետև այդ ծրագիրը մի քիչ այդ կվալիֆիկացիայի առումով ինքը բանել, որակյալ հենակություն, ինչ որ մեծ փորձ ունեցող բժիշկները չեն ուզում աշխատել այդ համակարգում։ Մենք ամեն ինչ պետք է անենք, որ նաև իրենք շահագրգռված լինեն այդ համակարգի մաս դառնալուն։ Սա դպրոցների փակելը, սա ես չգիտեմ ում հանճարեղ գլուխն է եկել այդ միտքը։ Սա պրոբլեմ է Հայաստանի պես երկրի համար, որտեղ փոքր գյուղերը շատ են, իսկապես Հայաստանի յուրահատկությունն է։ Եթե մենք ունենայինք մեր գյուղերում 4-5 հազար բնակչություն ունեցող գյուղեր Հայաստանում մեկ, գյուղի լինել չի լինելու, զարգանալու կամ վերանալու քարտեզից վտանգ եթե չլիներ, լավ արեք, ինչ ուզում եք արեք։ Բայց բոլորս հասկանում եք, չէ՞, դպրոցը գյուղից դուրս եկավ, մեծ հարցականի տակ հայտնում ինքը գյուղը։ Գյուղն է փակվում։ Կանգնեցնելու ենք այս process-ը անկասկած։ Դպրոցաշինությունը շարունակվելու է։ Համոզված եմ գյուղում 5 երեխա կա պիտի դպրոց լինի։